Կոլեգաս հանրամասը ներկայացրեց հանրադարձար նաև մեղադրող կողմի առանձնակի և առանցքային դերակատարման վաստարկին պատողն դատա, երբ որ Բագրատ Սրբազանը ձերբակալվեց այնուհետև կալանավորվեց, երբ որ Բագրատ Սրբազանը ձերբակալվեց և կալանավորվեց, այդ օրերին ես հարցազրույցով նշեցի, որ բացի քաղաքական դերակատարին մեկուսացնելուց, բացի հանրությանը շեղելուց, որ հետո պարզվեց ինչ էր կատարվել այդ ամսին, գրիպի հետ կապված եւ այլն, բացի հանրությանը շեղելուց, նաև մեկուսացնում են առանձնակի դերակատարում ունեցող այն անձին, որը կարող մասնակից լիներ պայքարին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ժամանակ։ Այդ ժամանակ Բագրատ Սրբազանը առանձնակի դերակատարում կունենար այն տխուր իրավիճակի պարագայում, ինչին որ մենք այսօր առաջ խորում։ Այո, պատվարժան դատան, մենք գտնում ենք, որ Բագրատ Սրբազանին մեկուսացնելով սկսվեց այս ամոթալի արշավ։ Ամոթալի արշավ է, որով ինչպես կոլեգաս ասեց, ես էլ եմ հուսով, որ վաղ թե ուշ այս արշավին մասնակցած հանցավոր գործողություններ կատարած մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ։ Նաև վստահ եմ, որ պատմության աղբամանում են հայտնվելու շատ գործիչներ, որոնք այս ժամանակահատվածում այս քայլերն են արել։ Ու պատվարժան դատան Բագրատ Սրբազանի կալանքով եւ այս շինծու գործով սկսվեց այդ արշավը։ Դրանից հետո մենք ունեցանք այլ սրբազաններ անազատության մեջ, դրանից հետո մենք ունեցանք անձանց սրբազանների հոգևորականների երկրից դուրս գալը կանխելու համար ժողովին չմասնակցելու համար այլ քրեական շինծու գործեր, ու այսօր այդ մարդկանց թիվը, այդ հոգևորականների թիվը, որոնց վերաբերյալ կան այդպիսի վարքեր, հասել է 11-ի։ Սա մեր ցավն է, մեր բոլորի ամոթն է, որ մենք այս օրերին ենք ապրում։ Պատվարժան դատան, այո, մենք չենք միջնորդում որևէ այլ ընտրանքային խափանման, որովհետև մենք գտնում ենք, որ Բագրատ Սրբազանը այս շինծու քրեական գործի պարագայում չպետք է լինի անազատության մեջ, ու որևէ սրբազան հոգևորական չպետք է լինի այսօր անազատության մեջ։ Նաև իմ կոլեգաներն են խոսել, որ 20 թվականից ի վեր Հայաստանում խտրական արդարադատություն է տեղի ունենում, բայց այս գործով կրկնակի խտրական արդարադատություն է տեղի ունենում, որովհետև 18 արդարներից ընտրված են նրանք, որ պետք է մնան ազատության մեջ, որոնք քաղաքական որոշակի դերակատարում ունեն, նույն Արտուրը Սարգսյան, նույն Իգորը։ Մենք հասկանում ենք, որ այստեղ կրկնակի խտրականություն է։ Ճիշտ է, բոլորն են այստեղ արդար, բոլոր 18-ը։ Այդ copy-paste-ային գործը որ կա, որ բոլորին գրեթե չէ, ամբողջությամբ նույն մեղադրանքը ներկայացված, բայց այս մարդիկ պետք է մեկուսացված լինեն։ Ես վստահ եմ, որ այս օրերին այս ճնշումները, որ մենք ունենք, դատական իշխանության նկատմամբ, նաև ձեզ էլ է բաժին հասնում։ Բայց միևնույն է, ես գիտեմ, որ գոյություն ունի պատմություն եւ ժամանակը ամեն ջիվ պետք է դնել։ Ոստի միանում եմ կոլեգայիս խոսքին, միանում եմ միջնորդությանը, Բագրատ Սրբազանը այսուհետ այստեղից անհապաղ պետք է ազատ արձակվի։